ինչ վերաբերվում է եւ մենք նորից ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւս մեկ անգամ ասել, որ ցանկացած մարդով որ մեզ փաստեր կփոխանցի ռուսական առհասարակ ցանկացած մարդով որ մեզ փաստեր կփոխանցի ընտրողի նկատմամբ ճնշումների, հանրահավաքի մասնակցելու պարտադրանքի, գործատուի կողմից այս կոնտեքստում ճնշումների կամ ընտրակաշառքի վերաբերյալ, ոչ միայն իր գաղտնիությունն ենք երաշխավորում, մենք իրեն ապացուցողական նշանակության տեղեկությունների դիմաց 500 միլիոն դրամ կտանք։ Եվ իր անունը երբեք ոչ մեկ չի իմանա, նենց ոնց որ երբեք այդ 500 միլիոնն ինչ ֆոնդից եք տալու։ Դա մեր գործն է, բայց լրիվ օրինական ենք տալու, այդ 500 միլիոնի հարկերը վճարելու ենք բնականաբար։ Եվ պետք է ասեմ, որ մենք մեր աղբյուրների գաղտնիությունը միշտ կարողացել ենք պահենք, մինչև այսօր, օրինակ Չարչյանի հետ կապված, կարծեմ դատավճիռը մտավ ուժի մեջ, ոչ մեկ չգիտի թե ով էր այն աշխատողը, որ Իզմիրելյան հիվանդանոցում ձայնագրել էր այդ խոսակցությունը։ Դա ոչ մեկ չիմացավ, 5 տարի անցավ, մարդը եթե ճիշտ եմ հիշում նույնիսկ դատարանով մեղավոր ճանաչվեց, ինչ որ ժամանակ բանտում անցկացրեց, ոչ ունենց որ այս առումով քաղաքացիներին հորդորում եմ մեզ դիմել եւ կարող ենք նաեւ վճարել եւ ինչ վերաբերվում է ֆինանսական ներհոսքերին, ապա մենք իր ապահներին փոխանցում ենք այն տեղեկությունները, որոնք որ կարծում ենք իրանց էլ է հետաքրքիր եւ իրանք կարող են դրա ուղղությամբ ինչ որ բան անել այդ դետալները փոխանցում ենք եւ իհարկե իր ապահներին փոխանցում ենք նաեւ այնպիսի դետալներ, որոնք որ չենք հրապարակում կամ հրապարակում ենք ավելի ուշ։ 5-ի երբ վարչապետի համերգը հովանավորում էր մասնավոր բանկ եւ այլն, ինչ եք։ Դա ընտրակաշարք չի, համերգները ընտրակաշարք չեն, բայց դրանք խախտում են մասնավորապես ապրիլ 19-ի Գյումրիի եւ ապրիլի 25-ի Երևանի համերգները մեր գնահատմամբ խնդրահարույց են կուսակցությունների ֆինանսավորման օրինականության տեսանկյունից դետալներ, իրավական դետալներ շրջանցելով զուտ որ շատ չծանրացնեմ, ասեմ որ մենք այս դեպքերով դիմել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ պահանջում ենք իրականացնել վարույթ, որի սահմաններում նաեւ կարծում եմ պետք է լինեն որոշակի հետևանքներ կախված դետալներից, հետևանքների բնույթը ստեղ դետալներից կախված է։ Գոնե մեր համար ոչ մի տարբերություն չկա թե ով է խախտումն իրականացնողը։ Միգուցե դատաիրավական համակարգի համար կա տարբերություն։ Ցավոք սրտի Հայաստան դատաիրավական համակարգի անկախությունը այդքան մակարդակի չի, որ անց համար տարբերություն չլինի, բայց մեր համար ոչ մի տարբերություն չկա ով է խախտում անողը։